Ներքին գործերի նախարարության փրկարարծարայության եւ ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախաձեռնությամբ հունիսի 15-ին մեկնարկել եւ մինչեւ 19 ներքին գործերի նախարարության կրթահամալիրում անցկացվելու է հանրային միջոցառումների համար միջուկային անվտանգության միջոցառումների մշակման եւ իրականացման թեմայով ազգային աշխատաժողովը։ Աշխատաժողովին մասնակցում են ներքին գործերի նախարարության պատասխանատու ստորաբաժանումների, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ եւ միջազգային փորձագետներ։ Աշխատաժողովի առանցքում հոկտեմբերին Հայաստանում ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անվտանգությունը պատշաճ կազմակերպելու նախապատրաստական աշխատանքներն էին։ Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին ներքին գործերի նախարարության փրկարարծարայության տնօրենի տեղակալ Արթուր Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը շարունակական աջակցության եւ փորձագիտական ներուժը Հայաստանի գործընկերների հետ կիսելու պատրաստակամության համար։ Նրա խոսքով COP17-ի շրջանակում ներքին գործերի նախարարությունն ունի առանցքային դերակատարում հասարակական կարգի պահպանության, ծառայությունների համակարգման եւ միջուկային անվտանգության ապահովման ուղղություններով։ Քննարկվել են հանրային միջոցառումների ժամանակ միջուկային անվտանգության միջոցառումների պլանավորման, տեխնիկական եւ մարտավարական թիմերի փոխգործակցության, միասնական արձագանքման եւ հաղորդակցության կազմակերպման հարցեր։ Մինչեւ COP17 համաժողովը նախատեսվում են անցկացնել նաեւ գործնական վարժանքներ տարբեր սցենարային իրավիճակներում ծառայությունների արձագանքման կարողությունները զարգացնելու եւ միջգերատեսչական փոխգործակցության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Հունիսի 13-ին ժամը 17:30-ին ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայող մի կին։ Նա հայտնել է, որ ինքը հսկիչ է եւ Այվազովսկու փողոցում կանգնած հանրային տրանսպորտում իրենց պարտականությունները կատարելիս 3 հոգի հրմշտել են իրեն ու գործընկերուհուն հարվածել ու հայհոյել։ Համինքային ոստիկանության Էրեբունու բաժնի շտաբ մեկնել է օպերատիվ խումբ։ Պարզվել է, որ ահազանգող տեսուչն ու նրա գործընկերուհին վարչարարություն կատարելու համար փորձել են նույնականացնել տոմս չունեցող անձանց, սակայն ուղևորներից մեկը Մասիս քաղաքի բնակիչ 55-ամյա մի կին հարվածել է նույնականացման սարքին, քաշել հսկիչի մազերից, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ ու փորձել հարվածել կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իսկ մեկ այլ ուղևոր Երևանի բնակիչ 51-ամյա տղամարդ հրմշտել եւ քաշքշել է տեսուչներին ու պահանջել շարունակել ուղևորությունը։ Համայնքային ոստիկանները ձերբակալել են 55-ամյա կնոջը։ Կազմված փաստաթղթերի հետ նա ներկայացվել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։ Օպերատիվ արձագանքի, թիմային աշխատանքի, մասնագիտական բարձր պատրաստվածության արդյունքում 2025 թվականի լավագույն ստորաբաժանում ճանաչված Երևանի թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատը նախորդ տարվա ընթացքում 1360 կանչ է սպասարկել։ Կարգապահությունը 11-րդ հրշեջ փրկարարական ջոկատում դա դրված է որպես առաջնային։ Համախմբվածությունը դրված է որպես առաջնային։ Տարբեր տեսակի հրդեհաշիժման աշխատանքներ են լինում, որտեղ որ թիմային աշխատանքը շատ է կարևորվում։ Բարդ հրդեհաշիժման աշխատանքներ են լինում, որտեղ որ պետքա մեկ ուղղակից կազմված փրկարար ծառայողները մեկը մեկի հետևից բարդ տեղանքում իրականացնել հրդեհաշիժման աշխատանքները եւ 11-րդ հրշեջ փրկարարական ջոկատի անձնակազմը դա շատ լավ է կարողանում կատարել։ Յուրաքանչյուր կանչի հետևում մի նոր փորձություն է, կենցաղային բնույթի դեպքերից մինչև ժամերի լարված պայքար պահանջող բարդ հրդեհաշիջման աշխատանքներ։ Կնշեմ Ծարավեղբյուրի նորակառույց շենքերի ավտոկայանատեղիում առաջացած հրդեհաշիժման աշխատանքները, որտեղ որ հրդեհին օջախին հասնելը շատ դժվար էր, կազմվել են 3-4 տարբեր հրշեջ օղակներ, կարողացել ենք թիմային աշխատանքի միջոցով հասնել հրդեհին, մեկուսացնել հրդեհը, այնուհետև մարել։ Ջոկատի հրամանատարը մտաբերում է նաև ճամբարակի հրդեհի դեպքը, երբ դժվարամատչելի տեղամասում հրշեջ փրկարարները մոտ 8 կիլոմետր ճանապարհ հաղթահարելով մեկուսացրել են հրդեհը։ Հրշեջ փրկարարի ծառայությունը պահանջում է ամենօրյա նվիրում, անսասան կամք եւ շարունակական պատրաստվածություն։ Այն միայն մասնագիտություն չէ, այլ գիտակցված ընտրություն, չեզոքացնել վտանգը եւ մարդկանց օգնելու համար անել անհնարինը։ Հրշեջ փրկարարական ջոկատի անդամներն անկեղծանում են, վաղուց գործընկերությունը վերածվել է ջերմընկերության։ Ամենօրյա ծառայությունը, ընդհանուր փորձությունները եւ վտանգի դեմ կողք կողքի մղվող պայքարը նրանց միավորել են ոչ միայն որպես թիմակիցների, այլև որպես մարդկանց, ովքեր վստահում են միմյանց ամենաթանկը՝ կյանքը։ Ամենաէքստրեմալ պայմաններում քայլով երբեմն կյանքի ու մահվան սահմանագծին ապավագրողը արդեն ընկերդ է դառնում ու
լինել ուղակի գործընկեր շատ դժվար է կյանքը հույսը դնել կողքինիդ վրա 11-րդ թռչեջ փրկարարական ջոկատը հենց արմատավորված է հենց այս գաղափարների վրա Ջոկատի հրամանատարը նշում է, որ թեև պարգևներն ու խրախուսական գնահատականները կարևոր են յուրաքանչյուր ծառայողի համար, բայց ամենամեծ գնահատանքը քաղաքացիների վստահությունն ու երախտագիտությունն է։ Այդ գիտակցությամբ էլ Երևանի թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատի անձնակազմը շարունակում է իր ամենօրյա ծառայությունը, պատրաստ արձագանքելու յուրաքանչյուր ահազանգի, հաղթահարելու ամենաբարդ փորձությունները եւ լինելու այնտեղ, որտեղ օգնության կարիքն ամենամեծն է։ Հունիսի 4-ի առավոտյան ժամը 6-ին ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մայրաքաղաքի Բաշինջաղյան փողոցում խանութի դուռը կոտրել ու գողացել են դրամարկղի ողջ գումարը։ Հաղորդումը փոխանցվեց համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր։ Անհատ ձեռնարկատերը հայտնեց, որ դրամարկղից տարել են 700,000 դրամ։ Նրանից ընդունվեց հաղորդում ու կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Աչափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել է Մայրաքաղաքի Շիրազի փողոցի բնակիչ 21-ամյա մի երիտասարդ։ Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 9-ի առավոտյան երիտասարդը ներկայացավ բաժին եւ խոստովանեց արարքը։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։ Համայնքային ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ մի վարորդ հունիսի 13-ին գիշերվա ժամը 3:40-ի սահմաններում Մինաս Ավետիսյան եւ Դրոյի փողոցների խաչմերուկում կատարել է դրիֆտ։ Հետագա միջոցառումներով համայնքային ոստիկանները պարզեցին, որ այդ կերպ հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորել եւ համակեցության կանոններն ու մարդկանց անդորրը խախտել է Ուլնեցու փողոցի բնակիչ 21-ամյա երիտասարդը։ Հունիսի 15-ին խուլիգանություն կատարելու կասկածանքով նա ձերբակալվել եւ տեղափոխվել է բաժին։ Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին, հանգամանքները պարզվում են։ 112 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունեցեք։ Ահազանգ ունեն քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի փողոցայում։ 112 մեկ զանգ արագ արձագանք Ղարաբաղից տեղահանված անձ ունես փախստականի կարգավիճակ եւ ուզում ես ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ուրեմն շարունակիր դիտել տեսանյութը։ Այս թվային հարթակը ստեղծված է, որպեսզի գործընթացը լինի հնարավորինս հարմար։ Համակարգն առաջարկում է գրանցման 4 ընթացակարգ։ Փախստական տարբերակն ընտրում ես, եթե Ղարաբաղից տեղահանված անձ ես, չունես որևէ երկրի քաղաքացիություն եւ ունես 070 ծածկագրով անձնագիր։ Պահանջվող տվյալները լրացնելուց հետո էլեկտրոնային հասցեին կստանաս հղում։ Ինչից հետո պետք է անցնել այդ հղումով, գցել անձնագրի սկանավորված տարբերակը PDF ֆորմատով եւ ավարտել գրանցման գործընթացը, մուտք գործել համակարգ, սեղմել նոր հայտ կոճակը։ Հայտը լրացնելիս հետևիր ուղեցույցին։ Հերթականությամբ գցելով պահանջվող փաստաթղթերն ու լրացնելով անհրաժեշտ դաշտերը։ Հայտն ուղարկելուց հետո այն կհայտնվի նախնական վարույթ կարգավիճակում։ 21 օրվա ընթացքում էլեկտրոնային հասցեին կստանաս ծանուցում հայտի շտկման կամ հաստատման մասին։ Շտկման պահանջը չկատարելու դեպքում հայտը կմերժվի։ Փախստականների համար ծառայությունն անվճար է։ Հաստատումից հետո դու հնարավորություն կունենաս ընտրելու այցի օրը, վայրը եւ ժամը։ Այցելության ընթացքում կստուգվի ներկայացված տվյալների ճշտությունը եւ փաստաթղթերի վավերականությունը։ Այցից հետո 90 օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով կծանուցվի քաղաքացիության շնորհման կամ մերժման մասին։ Քաղաքացիության շնորհման մասին ծանուցումը ստանալուց հետո անհրաժեշտ է ներկայանալ Ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն անձնագրավորվելու նպատակով։ Օտարերկրացի տարբերակն ընտրում ես, եթե Ղարաբաղից տեղահանված անձ ես, բայց ունես այլ երկրի քաղաքացիություն։ Որպես օտարերկրացի, գրանցման ընթացակարգը գրեթե նույնն է։ Սակայն տվյալ դեպքում ծառայության համար պետական տուրքը կազմում է 50,000 դրամ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ստացումն այժմ ավելի պարզ է եւ հասանելի ցանկացած վայրից, ցանկացած պահի։